Զավեն, բայց տնօրենդ լավ էլ լավիկներ։ Ես զարմանում եմ ոնց մինչև հիմա չես ծեծ կերել։ Աբիջան դու կարող գիտես ինձ ծեծել է հեշտ է, գիտես ինչ արագ եմ վազում։ Բարի լույս երեխեք ջան, բարի ախորժակ։ Բարի լույս հայրիկ ջան, համեցի իրար է տարի հավի ձողիկներ ուտենք, աթենք հոսանք խնդանք։ Հարամիկնուր է բա։ Էդ է, պապա, պարտադիր պիտի ախորժակներս փակեի։ Էլի հայրիկ, հաց ենք ուտում, էլի ինչ արամիկ։ Հաստորեն դեռ քնած է, հա։ Որ քնածելներ հաստատ կլսեիր։ Ուղղակի դժվար է անկողնուց այդ ձրիակեր մարմինը հանելը, հասկանում ես։ Ինչ անեմ, չալարեմ գնամ ավելը տամ պապային։ Լավ դիրք։ Անա։ Հերս, քեզ գորում քնած չէի։ Գիտեմ որ քնած չես, դրա համար էլ գոռում եմ, որ քնած լինեիր։ Սենց անկողնուտ հետ միասին կբռնայի ու դուրս կշպրտեի։ Ինչ է եղել հերս, թարս ոտի վրայց ելել։ Մասես թարս որ տվել եմ կհասկանաս ինչ է եղել։ Հրմատասա ինչի։ Ինչի։ Ինչի, արա, ժամը քանիսն է որ մինչև հիմա քնած ես։ Ինչ իմանամ քանիսն է։ Հեռախոս ունեմ որ իմանամ։ Վայ, այդ առաջ որ մարդիկ հեռախոս չունեին, ո՞նց էին իմանում ժամը քանիսն է։ Դե օրինակ փեդ էին տնկում հողի մեջ։ Հիմա ինչ, գնամ հողի մեջ փեդ տնկե։ Հիմա այդ փեդը կտնկեմ սենց կրխիտ մեջ։ Քանի վերջնական չեմ պայթել վերկաց ասում եմ։ Չէ, քեզ պայթել չի կարելի, թակավոր ես։ Վերկացու գնա տնից, միջև աշխատանք չգտնես, ետ տուն չգաս։ Էլի սկսվավ։ Միջև այսօր ես եմ քեզ պաշտպանել, չեմ թողել որ սոված մնաս, բայց եթե հիմա էլ դու շարունակես այդպես, աշխատանք չգտնես, առաջինը ես եմ քեզ պատժելու։ Լավ, հասկացա։ Ինչ։ Չգնամ գործի։ Լավ։ Վայ, միկրոբ։ Էլի ուզում էիր բոյից հետ կապված հումոր անել, բայց չստացվեց։ Միկրոբ, դա նշանակում է մակաբույծ։ Մարգո ջան, մակաբուծություն, նույն ինքը պարազիտիզմ։ Այդ օրգանիզմների փոխհարաբերություններ է, երբ որ մի օրգանիզմը մյուս օրգանիզմին օգտագործում է որպես ապրելու միջավայր կամ սննդի աղբյուր։ Իմ ասածն էլ հենց դա էր։ Փաստորեն դու ես հա պապային բողոքել որ չեմ աշխատում։ Չէ, բայց եթե մի քիչ էլ երկար մնաս, կսկսեմ բողոքել, որ սուրճս ես հարամում։ Կարլեն! Տես, արդեն սկսել եմ։ Կարլեն! Այս Սարամը արդեն իմ կյանքը կերել է։ Հաճի երբ է եղել, որ ես ժամին ես այս թևերս թափտալով, գնամ ես կոմ, գամ ես կոմ, ես այս ժամին արդեն լիքը ապրանք պետք է կրած լինեի, բայց ինչ, ոչ մի բան չեմ անում, խնդրում եմ քեզ զանգետ առաքիչներին, ասե թող ապրանք բերեն, թե չէ անգործությունից արդեն մեջքս կցավա։ Իզուր մի տանջվի Զավեն, մենք ապրանք չենք ստանալու այսօր։ Ինչի՞։ Որովհետև գումար չունեմ ապրանք պատվիրելու։ Ինչի՞։ Զավեն, սովորաբար մարդիկ չեն կարողանում առնել ապրանք, որովհետև չունեն գումար։ Ինչի՞։ Արդես։ Ապեր գնա մենք փագենք։ Զավեն։ Ամեկ ջան ասում հավատա էլի ինձ ես գիտեմ ինչ եմ անում։ Գնա ապեր իրի գունը տարից հետո գաս։ Ոնց եք փակ որ ներս մտա։ Ախպեր կասան չի աշխատում, հոսանք չունի։ Ոնց հոսանք չունենք, հենա լույս է վառում։ Արա գնա էլի ախպոր պես է։ Զավեն, ես ոնց ես խոսում հաճախորդի հետ։ Ինքը հաճախորդ չի։ Ինքը իմ ախպերն է։ Ասեմ ավելի ինքը ամեն ինչ կարա լինի։ Ասենք թյուրիմացություն, շար, չգիտեմ ինչ, դանդուր, բայց ոչ հաճախորդ։ Փաստորեն Արամը դուք եք։ Փաստորեն։ Ես շատ եմ լսել ձեր մասին։ Հետաքրքիր այս ումից եք լսել։ Հայրիկից ես։ Իսկ ինչա պատմել ձեր հայրիկի մասին։ Արա։ Իր հայրիկը մեր հայրիկի ինգերն է, ձյաձ Սմբատը։ Այն որ իր հավաբնում սպանդ է իր կազմակերպել։
Փաստորեն ձեր հայրիկը պատմել է հա իմ մասին։ Արամ ջան, ամբողջ գյուղն է ձեր մասին խոսում։ Կարամ ասեմ, որ դուք դարձել եք մեր գյուղի հերոսը։ Ինչ խոսք հաճելի է։ Այդ դանդուր ի՞նչն է հաճելի։ Դու գիտես գյուղի հերոսներին ինչ են ասում։ Ինչ են ասում որ։ Հələ ականջդ Ուրեմն հաճելի չի ընդհանրապես։ Ասեմ ատենը ինչի համար ես եկել։ Ճիշտն ասած ես աշխատանք եմ փնտրում։ Ուզում եմ իմանալ ձեր խանութում ազատ հաստիկ կա, օրինակ մենեջերի։ Ցավոք սրտի չէ։ Իսկ Արա ինչ է իսկ։ Մարդը հայրենով ասում է չէ։ երբ որ ես ու տնօրենը բան ենք խոսում, կլինի չընդհատես։ Լսում եմ ձեզ, Արամ ջան, ասեք։ Իսկ մարքեթինգի բաժնի ղեկավարի հաստիկ կարող ա ունենալ։ Ցավոք չէ։ Իսկ Արա կլինի դու Գաբիի մոտ գնաս գործման դաս։ իսկ Վահա, Բարև Գաբի ջան։ ուր են սեղանները։ Որ հիմա քեզ ասեմ սեղանները որտեղ են, հաստատ քո կյանքում ոչ մի բան չի փոխելու։ Բայց որ ասեմ, որ մեր օբյեկտը ժամանակավոր, անորոշ ժամանակով փակում ենք, վստահ եմ, շատ բան կփոխի, չէ՞ քո կյանքում։ Իհարկե կփոխվի։ Այդ նշանակում է, որ ես մնում եմ առանց աշխատանք։ Չես կարծում, որ սրա մասին ինձ պիտի գոնե մի ամիս շուտ ասեիր։ Այս քո հայացը մի խոսքով մեղմ ասած սիրուն բան չի։ Այդ կրակահերթը տանջատի, հանգստացի ու լսի, թե քեզ ինչ եմ ասում։ Ինչ պիտի ասես։ Ոնց հասկանում եմ արդեն ամեն ինչ որոշված է։ Ավելի լավ է ժամանակ չկորցնեմ, գնամ իմ համար նոր աշխատանք գտնեմ։ Գաբի, սպասի։ իսկ copywriter-ի աշխատանք էլ չունեք։ Արամ ջան, եկեք ես ձեզ չտանջեմ։ Հենց որ մենք ազատ հաստիկ ունենանք, ես ձեր հետ կկապնեմ, լավ։ Լավ, ուղղակի կարող է արդեն ուշ լինի, Աստղիկ ջան։ Աստղիկ չէ, Անահիտ է իմ անունը։ Կներեք, ուղղակի այդ երկու աստվածուհիների անունները միշտ խառնում եմ։ Լավ, ճապը։ Քո ժամանակը սպառվեց։ Ոնց որ նաև սպառվեց իմ ապերությունը։ Գնաս դու։ Լավ, գնում եմ։ Ուղղակի այսքան որ Անահիտին տանջեցի, մտածում եմ մի բան առնեմ։ Ասեք։ Ինձ ատմարցինայի չորահաց կտակ։ Կլինի չիլի համով։ Չէ, չիլլի։ Մերսի։ Եղբայրս կվճարի։ Ինչ խոսք, շատ զվարճալի էր։ Հա, իմ համար էր զվարճալի։ Սկզբի 2 տարին։ Հա, ուզում եի բան հասնեի քեզ մինչև Արամի գալը։ Բա ինչի՞ չես կարող առաքիչների գումարը վճարես։ Որովհետև ես երամսյակ եմ փակում, Ծավեն, ու ամբողջ գումարը գնալու է հարկ վճարելու համար։ Ուրեմն այսպես։ Ինչի են որոշել օբյեկտը փակել։ Դու ավելի լավ ասա, ինչի ես որոշել ինձ դրա մասին նախորդ չասել։ Գաբի, ես քեզ աշխատանքից չեմ հեռացրել։ Ինչպես արդեն ասացի, օբյեկտը փակվում է ժամանակավորապես, հասկանում ես։ Ես չգիտեմ դու ժամանակավորապես ասելով ինչ նկատի ունես, բայց իմ համար թեկուզ 1 շաբաթ գումար չաշխատելը մեծ խնդիր է։ Ես այդ ամեն ինչը լավ հասկանում եմ ու գիտակցում եմ։ Դրա համար դու քո աշխատավարձը ստանալու ես։ Չեմ հասկանում, կարաս առանց ընդհատումների միտքդ արտահայտես։ Գաբի ջան, կթողնես առանց ընդհատումների միտքս արտահայտեմ։ Կթողնեմ։ Շնորհակալություն։ Ուրեմն սենց, ես որոշել եմ այս օբյեկտը փակեմ ու իր փոխարեն սարքեմ ռեստորան։ Այլ կերպ ասած, փոխում եմ ֆորմատը, փոխում եմ ամեն ինչ ու ամենակարևորը մենյու։ Ու պետք է ասեմ, որ այդ ամեն ինչում ինձ ոգեշնչել է սենց դու։ Գիտեմ։ Հաճեպս ճիշտ է ասում։ Ով։ Ուղեղս։ Եվ ինչ է ասում։ Ուսմա ինչի համար Անահիտի իր պարքերը չի հավաք։ Ուղեղիդ փոխանցի, որ Անահիտը շատ զգացված է, բայց ներկա պահին չի կարող։ Ինչ ես անում։ Քո ասած բառն եմ փոխանցում։ Եվ Հիմա էլ լսում եմ ինչ է պատասխանում։ ու Ասում է ինչի։ այսքան ժամանակ է դեր հարցնում։ Թե չէ, ընթացքում ինքը էլի բաներ էր ասում։ Բայց դե թո չեմ ասի։ Արի եզրափակվենք ինչիով։ Նա իզավենես բնակավայրում մարդկանց ձեռը գումար է անգնում կամ բերքահավաքի ժամանակ, կամ դեկտեմբերին, երբ որ վերադառնում են արտագնա աշխատանքներից։
Արտագնի աշխատանքը ի՞նչ է։ Օպան էլի։ Խոպանն ի՞նչ է։ Լավ էլի։ Լավ կատակին։ Նայ, մենք միշտ խնդիր ենք ունենում ամեն տարի այս ժամանակ։ Բայց ինչ որ մի ձև լուծվում է։ Ու ոնց։ Դե կամ պարտքով կամ վարկով։ Շատ համաձայն չեն, է։ Այսինքն այդքան մարդ քեզապարկ, դու էլ ուրիշից ես ուզում պարտքով փող վերցնես։ Դե հիմա էդ է։ Լավ, ես հիմա կգամ։ Տեսնեմ հիմա Արամս ինչ անի։ Արամս ինչ անում, Արամս ուրա, Արամս, հասկացանք էլի Կարլեն։ Մենակ Արամը չի, դու ուրիշ երեխեք էլ ունես։ Ասենք այնտեղ Գաբի կա, Գաբիս կա, վերջի վերջո Գաբին։ Հասկացի վերջապես, թե Գաբին, թե Զավենը իրենց պրոբլեմատիկ լինելով հանդերձ շատ ավելի չափված ձևած են, քան Արամը սախր ոնց ասեմ։ Ոնց կա տենց էլ ասա, Արամըդ բարադի մեկն է։ Իա, Ինչ։ Իզուր էլ նեղանում ես, հա։ Ինչ կա հետ եմ ասում, ճշմարտությունն եմ ասում։ Ես վստահ եմ, հիմա ինքը ոչ թե աշխատանք է փնտրում, այլ ինչ որտեղ քնած է։ Ասեմ ավելին, փողոցում։ հա, լավ, քո ասածն է։ Մենակ չասես, որ ես վերցրել էիր, որ պարտքերը հավաքես Զավեն։ Դու մի հատ ցուցակետ համեմատի։ Ճիշտ ես հաշվել եմ, բայց դու մի հատ էլ հաշվի, փողը հաշվել է սիրում։ Հա չես մարդ կար, որ իրոք փող չուներ։ Ես որ տեսա, թե սկար ժամանակահատվածում դու ոնց փոխվեցիր, այն որ լսի տղա ջան, ես տենց օգնության կարիք ունեցող աղջիկ եմ, գնա ճամփով մեծ կորցրու քեզ այստեղից։ Եթե նկատել ես, այդ Գաբից էլ ոչ մի բան չի մնացել։ Ու հասկացա մի բան, որ եթե Գաբին կարողացավ փոխվի, ուրեմն իմ հաճախորդներն էլ կփոխվեն։ Ու դրա համար որոշել եմ, որ այս ռեստորանը պետք է միասին ստեղծենք։ Ճիշտ է։ Շատ լավ է։ Կարամ մի բան հարցնեմ։ Հաջան։ Ով է սրա հեղինակը։ Կասեմ, բայց պետք է խոստաս, որ ջայցմբատին ոչ մի բան չես ասելու։ Ջայցմբատը չեմ ուզում, որ շարունակություն տա, դու հավատա ես ամեն ինչ արել եմ։ Խոստանում եմ։ Ավակյան Պետրոսը։ Ավակյան Պետրոսը։ Ինքը մեզ պարտք չի։ Չէ, ոնց պարկ չի, նա պարտքերի ցուցակի մեջ գրած է Ավակյան П 12000 դրամ։ Լսի, այդ Ավակյան Պողոսն է։ Ինքը լրիվ ուրիշ մարդ է։ Լուրջ ես ասում, ես էլ ասում ինչի համար այդ մարդը ասում անընդհատ բարձր, բա ես չունեմ ձեզ փող տալու, բա ես չունեմ ձեզ փող տալու։ Մի խոսքով ընդհանուր սրահը իմ վրա է, ես խոհանոցը վաղանի։ Ուրախ եմ, Գաբի ջան, շատ ուրախ եմ։ Իսկ ես չեմ հավատում, ինձ թվում է այդ տղան անկապ խոսում է։ Իրա միտքը ծուռ է։ Այդ ո՞րն է։ Գաբի ջան, մամատ ուզում է ասի, որ այդ տղան անտարբեր չի քո հանդեպ։ Բայց ես նման բան չեմ նկատել։ Երեք մեկ այսօր երկու քեզ հետ ուզում է համատեղ բիզնես սկսի։ Սրա մեջ կասկածելի բան կա։ Մամա նախ համատեղ չի, ես միևնույնն եմ մնում եմ աշխատող։ Ուղղակի վահանը վստահում եմ իմ ճաշակին ու ուզում եմ որ դիզայնով ու ուրիշ հարցերով ես զբաղվեմ։ Չի կարա տենց բան լինի։ Չգիտեմ, հետո մինչև դուք ձեր ռեստորանը բացեք, այդ ընթացքում մենք ինչ ենք ուտելու, հա Գաբի, օդ ենք ուտելու։ Մաման նորից եմ կրկնում։ Մինչև ռեստորանի բացվելը ես միևնույնն է վարձատրվելու եմ, որովհետև աշխատելու եմ։ Պապա, բայց ինձ դրա համար հեռախոս է պետք։ Կվերադարձնեմ, հենց այսօր կվերադարձնեմ։ Ապրես։ Ոնց։ Գաբիի հեռախոսը վերադարձնելու ես։ Հա։
Գաբի ջան, իսկ կարողա ձեր ռեստորանում իմ համար էլ աշխատելու տեղ կա։ Չէ, կարծում եմ այնտեղ չի լինի, բայց այստեղ հաստատ աշխատելու տեղ կա։ Որ շատ խնդրեմ ինձ համար սուրճ կդնես։ Կդնեմ։ Համեցեք Գոհար ջան, համեցեք Գրիգոր ջան։ Էս էլ խոստացված հյուրատունը։ Ճիշտ է, մի քիչ համեստ է զգումի, բայց շատ լավն է։ Այս տարածքում սենց տուն հաստատ չեք գտնի։ Ինչ աղվոր է։ Եկեք։ Էսի աստիճաններն է 18 հատ։ Գոհար ջան, համեցեք, հեսը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ծանոթացեք, մեր տան խոհարարուհին է։ Նենց համեղ սուրճ է սարքում, մատերը հետը կխփեք։ Այն մեր տան սպասուհին է, Գաբին։ Էս էլ պապաս է։ Ինքը չի կարող խոսա։ Չի կարող։ Արամ, մեր սենյակը ցույց տուր։ Մենք երթանք հանգստանանք, շատ հոգնած ենք։ Խնդիր չկա։ Արամ, քեզ մի րոպեով կարելի է։ Պարոն Արամ, Մարգարիտա, դժվար է այդքան ասելը։ Պարոն Արամ, ձեզ մի րոպեով կարելի է։ Իհարկե, ոչ մի խնդիր։ Դուք կարող եք գնալ ձեր սենյակ, հանգստանալ։ Ես մի հատ աշխատողներից հետ փոքրիկ ժողով ունեմ, էլի։ Իրանք ուղղակի չգիտեն, որ հյուրեր են գալու։ Ոչ չկա, երթանք։ Ես չեմ հասկանում, դու լրիվ ես քո վախը կորցրել։ Հələ մի րոպե համբերի էլի Մարգո։ Կարող է նորմալ բան ասում երեխեն։ Արամ ջան, ասա, ի՞նչ է կատարվում քեզ։ Փող եմ աշխատում, ի՞նչ է կատարվում։ Այդ ես խոհարարուհին եմ, Գաբին մաքրուհին, բայց փողը դու ես հա աշխատում այդ տղա։ 60,000 դրամ փող եմ վերցրել մի գիշերվա համար։ Լավ չի։ Լավ է։ Բայց չէի կարող զգուշացնել, որ մարդ ես բերում տուն։ Ոնց զգուշացնեի, փոստատար աղունիկ ուղարկե։ Այդ փողից ինչքանն է իմը։ 20,000 քեզ, 20,000 էլ Գաբի։ Ես համաձայն եմ։ Իսկ ես համաձայն չեմ։ Ինձ պետք չի քո 20,000-ը։ Իսկ ինձ պետք է այդ 20,000-ը, նենց որ Գաբիս համաձայն է։ Համել մի գիշեր է ընդամենը։ Իսկ որտեղ են քնելու։ Քո սենյակում։ Չկա տենց բան։ Լավ, բայց մենակ մի գիշեր։ Բայց նայի, հա, քեզ կարգին կպահես, թե չէ ոչ մի փողի չեմ նայի։ Բաբա ոնց։ Արամ ջան, այ բալաբա ոնց ես կարողացել համոզել դրանց։ Հերս, ես այդ փողը մենակ մնալու համար չեմ վերցրել։ Ես իրենց տարել ման եմ տվել, անկապ բաներ եմ ցույց տվել, ասել եմ սրանք պատմական արժեքներ են։ Օրինակ այն անկյունի պաստանցյան ցույց եմ տվել, ասել եմ էս Ալեքսանդր Մակեդոնացու կացավայրն է եղել։ Իսկ ինչի ասեցիր, որ ես չեմ խոսում։ Դե որ չխոսաս, վրես։ Իսկ Զավենի պահով ինչ ես ասել։ Դե մի բան կհորինեմ էլի։ Միամիտ մարդիկ են, ինչ էշություն ասում եմ հավատում։ Արամ, բա նման բան կարելի է անել։ Ինչի չէ որ հերս։ Բիզնեսի օրենքը չի, եթե կլիենտը քեզ փող է տալի ու դրա համար շնորհակալ է քեզ, ուրեմն ամեն ինչ ճիշտ ես անում։ Այ ջան, ես հիմա վաղին ճիշտ ժամին գալիս եմ, չէ՞, ապրանք ստանալու ենք։ Ստանալու ենք։ Ու ես քեզ ուզում եմ շնորհակալություն հայտնել, Զավեն։ Ինչի համար։ Դե ոնց ինչի համար։ Դու ընդհանրապես պարտավոր չէիր ոչ մի բան անել։ Це լավ է դու։ Զավեն։ Լավ, քո շնորհակալությունը ընդունված է։ Մենակ ասա, այս զողիկները ուր ենք տանում։ Այս զողիկները իմ շնորհակալությունն է։ Տանում ես ձեր տուն։ Իդեպ դու արդեն ընդունել ես։ Լուրջ ես ասում։ Դե շուտ ասա, իրենցքան ձևեր չթափեի։ Ասել Մարգոյի այդ փոքր ձեռնարկատիրուշ բախտը բերել է, որ ես տանը չեմ եղել։ Ինչի։ Որովհետև խայտարակ կանեի։ Էլ մի, հա։ Ով ոնց կարողանում է, այնպես էլ փող աշխատում։ Դե լավ էլի, պապ, դու տես բան կանեիր։ Իհարկե ոչ։ Դե բայց ինչի համար ես պաշտպանում։ Չեմ պաշտպանում, տղա ջան։ Պարզապես իր արածի ու չարածի համար ես պատասխանատվություն եմ զգում։ Որովհետև հայրն եմ։ Ու լավ կլիներ, որ դու էլ
պատասխանատվության զգացում ունենայիր, որովհետև ավակ եղբայրն ես։ Ես կարծում եմ ու ավելին համոզված եմ, որ բոլոր նորմալ ընտանիքները հենց այդպիսին են։ Նորմալ ընտանիքներում 20-ամյա դուստրը մամայի ու պապայի ծոցն է քնում։ Մարգո, Ինչ, ժամանակն անցնես պարտականություններիդ։ այսինքն, Մեր հյուրերը նախաճաշով փաթեթա, մոռացել ես։ եկա լավ, պարոն Արամ։ Դե արագացրու։ Մինչև ձեր նախաճաշը լինի, ասեք էլ ինչ եք ուզում ձեզ ցույց տամ։ Իսկ ուրիշ ինչ է դա քրքրական դեղեր ունիք։ Ուրիշ Թութան համոնի բաղնիքը կուզեք տենակ։ Թութան համոնի։ Հա, չեք լսել ամասին։ Իր մասին լսած եմ, բայց առաջին անգամ գլսեմ, որ Հայաստանի մեջ բանիկ ունեցած է։ Դուք միայնակ չեք։ Ես ձեր նման մարդկանց շնորհիվ հիմա գործ ունեմ։ Իսկ Գյումրին շատ հերույ է։ Գուզենք Գյումրին ալ տեսնել։ Գյումրին ոչ միայն կարող եք տեսնել, այլ նաև կարող եք խմել։ Բարի լույս։ Բարի լույս։ Մարգարիտա ջան, մեր հյուրերը ուզում են Գյումրին տեսնել։ Որ խնդրեմ քեզ 3 հատ Գյումրի գոլդ բեր, հա։ Ոչ մի խնդիր, պարոն Արամ։ Մեկ էլ մի հատ սեղանի շորբեր է, սեղանը սրբիսից փոշոտ։ Ամեն անգամ պիտի ասեմ, հա։ Կներեք, էլ չի կրկնվի։ Շատ լավ, Մարգարիտա ջան։ Մարգոն շատ լավ կին է, ուղղակի մի քիչ ցրված է, ժամանակին շատ հարուստ են եղել, ամուսինը ահավոր հարուստ էր, ուղղակի գործընկերոջ պատճառով աղքատացավ, հիմա ինքն է տենց ստիպված աշխատում է, որ ընտանիքը պահի։ Էս էլ ձեր Գյումրին, բայ ելեք։ Աբրես Մարգարիտա ջան, բայ ելեք, ձեր Գյումրին։ Տանիկ, Ուր ես այ տղամ։ Ավելի ճիշտ ինձ հետաքրքիր չի դու ուր ես։ Փողերս ուր են։ Facebook-ում։ Այսինքն Facebook-ում։ Դե ոնց հասկացաք, գիտությունից շատ լավ եմ։ Մի հատ էջ եմ բացել, գիդարամ, ամեն ինչ ցույց կտամ։ Ու այդ էջը հեսա նաև ոնց է բոմբելու։ Լսի այ գիդարամ, 40,000-ը սուր է։ Այդ փողով էջս եմ դրել գովազդի տակ, որ մարդիկ շատ տենան։ Գիտես ինչ փողեր ենք աշխատելու։ Մարգո քեզի չեղավ։ Ես քեզ սպանելու եմ։ Մարգո ինչ է եղել։ Իզուրել քեզ լսեցի։ Ամեն ինչում դու ես մեղավոր։ Ես սրա սպանելու եմ։ Նա նորմալ կբացատրես հասկանամ ինչ է եղել։ Տղետ խափեց, փողերս չտվեց։ Մարգո, մի քիչ լայն մտածի, չնայած դու լայն մտածելու։ Հեսա գլուխը լայն կբացեն դարձի վրա։